Տիկին Ջուլակյան, պարոն Ղազինյանի հարցին Բարգավաճ Հայաստանի հետ կապված իմ կարծիքով մի քիչ ոչ անազնիվ գոնե համեմատություն եղավ ձեր քաղաքապետի ավականու ընտրությունների հետ կապված եւ նաեւ Էջմիածնի ընտրությունների հետ կապված, երբ որ ասում եք 100 քանի ձայն մեզ էլ է պակասել, Հանրապետության կուսակցությանը 20 ձայն է պակասել, բան, գիտեք խնդիրը որ նոր Բարգավաճ Հայաստանին հենց այդ ձայն չէր պակասում, ինքը հավաքել էր այդ ձայները եւ այդ ձայները վերցվել են, գողացվել են իրենցից կոնկրետ գործողությունների արդյունքում եւ այն պատճառաբանությունը, որով այդ տեղամասերում ընտրությունները ճանաչվել են անվավեր տեղամասի, սա Բարգավաճ Հայաստանի մեղքը չէր, որևէ այլ կուսակցության մեղք չէր մասնակցող ուժի։ Այսինքն բանակի ուժ քվեարկության պատճառով, այսինքն կարծում եմ այստեղ ճիշտ չէ համեմատությունը, մանիպուլատիվ այս համեմատությունը անելը եւ սրա մասին ենք խոսում ու այո, այդ գործողության արդյունքի, այսպես շահառուները քաղաքացիական պայմանագիրն է, մեծ հաշվով մեզ եւ ուժեղ Հայաստանին մեկ մանդատ ավելը ընդհանուր պատկերի մեջ բան չէր փոխում, իսկ ձեր դեպքում դա շատ էական ազդեցություն է ունեցել։ Հիմա հարցը, տեսեք, իսկապես կարևոր է ու գնահատելի է, երբ որ քննադատում եք անձնական տվյալների հետ կապված այն խնդիրները, որը կա, թե վերջին գործով, թե նաև հարց եղավ տեսանյութերի հետ կապված։ Հիմա արդյոք խնդիր չեք տեսնում, երբ պետական կառույցի, օրինակ ԱԱՑ-ի ազգային ժողովում այդ դեպքը եղել, օդանավակայինից են այդ դեպքերը եղել, երբ որ րոպեների ընթացքում քաղաքացիական պայմանագրի քաղաքական նպատակների համար միանշանակ դա այդպես է, ասենք րոպեների քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ԱԱՑ-ի տեսանյութը լցվում համացանց րոպեների ընթացքում դեպքից ու սա սկսվում է այսպես շարժման թեմա դառնալ։ Սա արդյոք քննադատելի չէ ձեր համար, առավել եւս որ դրանից հետո էլ կներեք մի վարքյան Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդտեղ խնդիր չի տեսնում։ Սա ինչքանով է իրավական պետության, այսպես հիմքում ընկած է ամեն ինչ։ Շնորհակալ եմ հարցերի համար, պարոն Քոչարյան, եւ նաեւ շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը, լիահույս եմ, որ այդ ուղղությամբ դուք այդուհանդերձ ձեր մասով ջանքեր կգործադրեք։ Հիմա սկսեմ Բարգավաճ Հայաստանից։ Դուք ըստ երևույթին հատվածական եք լսել իմ պատասխանը պարոն Ղազինյանին։ Ես միայն թիմերի հետ համեմատական չէի տանում։ Ես այնտեղ ասում էի, որ երբ ընդդիմությունը որոշում է ընտրությունները դելեգիտիմացնելու նպատակով խառը կրակահերթեր արձակել, երբեմն այնպես է ստացվում, որ զոհվում է ձեր զինակիցը։ Այդպիսի դեպք է տեղի ունեցել։ Հիմա դուք ասում եք Բարգավաճ Հայաստանը այդ ձայները ստացել է, ոչ ոք չգիտի Բարգավաճ Հայաստանը այդ ձայները ստացել է, թե ոչ։ Իսկ ինչու չգիտի, որովհետև երբ դուք խոսում եք այն մասին, որ երկու տեղամասերում մի քանի ժամ ավել է տևել քվեարկությունը, քան պետք է տևեր օրենքով սահմանված, ձևով, ապա դուք որևէ կերպ չեք կարողանել պնդում առայն, թե Բարգավաճ Հայաստանը, որը ձեր պնդմամբ ստացել էր այդ ձայները, ստացել էր նախքան երեկոյան 20:00-ն, թե դրանից հետո։ Դուք եթե համարում եք, որ երեկոյան 20:00-ից հետո տեղի ունեցած քվեարկությունը եղել է ապօրինի, եւ դուք չեք կարող ասել երեկոյան 20:00-ից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինչքան ձայն է ստացել, հետևաբար որևէ պնդում ձեր կողմից առայն, որ այդ ձայները ստացվել էին Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից նախքան 20:00-ն, պարզապես հիմնազուրկ է։ Որևէ մեկը դա չգիտի։ Մինչև 20:00 են եղել այդ ձայները տրվել, թե ոչ։ Իսկ այն հարցին, թե արդյոք այդ խնդիրը շտկելու համար պետք է լիներ վերաքվեարկություն, թե ոչ, ախր շատ ենք անդրադարձել այդ թվում եւ ձեր թիմակիցների հետ սահմանադրական դատանում երկար-բարակ խոսել ենք եւ դա մեր դիրքորոշումը չի, որ եղել է, որ այլևս այն բանից հետո, երբ ձեր արձակած կրակահերթերի հետևանքով անվավեր է ճանաչվում 3 տեղամասի արդյունքներ, որոնցից միայն 2-ի անվավեր ճանաչումն է, որ դուք վիճարկում եք, որևէ մեկը արդեն չի կարող ասել, որ այդ տեղամասերում այլևս կարող է իրավիճակ փրկվել վերաքվեարկություն նշանակելով հակառակը, ասվում է հակառակը, որ այլևս
չի կարող այդտեղ վերաքվեարկություն լինելու միջոցով ընտրությունների հավասարության սկզբունքը պահպանել եւ շտկել այն իրավիճակը, որը եղել է։ Այդտեղ արդեն իսկ որևէ բան, այդ երբեմն արդեն զգում եմ գործընկերների կողմից մի քիչ քմծիծաղով ասվում է տակտիկական քվեարկություն տերմինն է օգտագործվում, դա մեր տերմինը չէ, Վենետիկի հանձնաժողովի տերմինն է, բայց դա պրակտիկա է, որը կա։ Ամեն դեպքում ես կարող եմ հստակ ասել, որ եթե այդ տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր չճանաչվեին, միանշանակ Բարգավաճ Հայաստանը կլիներ այստեղ նստած 5 մանդատով։ Դա միանշանակ է ու այն ինչ եղել է իր պատճառով չէր, պետք է լիներ վերաքվեարկություն, որը չի եղել, որովհետև կարծում եմ մեկ խմբակցության ավել լինելը, մի քաղաքական ուժի 3-5 ունենալ կամ չունենալը էական նշանակություն է արդյունքների վրա ընտրությունների եւ այս դեպքում վերաքվեարկություն չնշանակելը պարզապես անհեթեթ են բոլոր մնացած բացատրությունները եւ առողջ տրամաբանությունից դուրս են։ Հասկանում եմ ձեր քաղաքական թիմն է պետք է պաշտպանեք, ուղղակի տրամաբանական չէ, համոզիչ չէ։ Մյուս հարցին իմ չպատասխանեցիք, խնդրում եմ տեսանյութերի արտահոսքի եւ սրա հետ կապված ձեր քաղաքական ուժի ղեկավարի վերաբերմունքի մասին։ Եթե անվավեր չճանաչվեր Բարգավաճ Հայաստանը այստեղ նստած կլիներ, նման է այն արտահայտությանը, որ եթե իմ մորաքույրը լիներ տղամարդ, ինքը կլիներ իմ քեռին, մոտավորապես պարոն Քոչարյան, իսկ անվավեր չէր կարող չճանաչվել, որովհետև նախ եւ առաջ դուք եք դա պահանջում։ Դուք կամ պետք է գաք այստեղից ասեք, որ երեկոյան 20:00-ից մի քանի ժամ հետո, մի քանի ժամ, անձնապես դուք չէ, բայց ձեր քաղաքական թիմի դիրքորոշումն է, չէ՞։ Նաև ուժեղ Հայաստանի կողմից հաճախ օգտագործվում է դա, կամ պետք է հայտարարեք, որ օրենքի խախտում չի եղել երեկոյան 20:00-ից հետո զինվորների քվեարկությունը, ինչպես դա օրինակ անում էր պարոն Վահագն Ալեքսանյանը, կամ եթե դուք պնդում եք, որ դա եղել է օրենքի կոպիտ խախտում, չպետք է դժգոհեք, որ այդ խախտման բերումով այդ տեղամասերի արդյունքները ճանաչվել են անվավեր։ Այդ երկու պնդումները, հարգելի գործընկերներ, համատեղելի չեն։ Խախտում է քվեարկությունը 8-ից հետո եւ անվավեր չպետք է ճանաչվեին։ Այդ երկու պնդումները համատեղելի չեն։ Ես առաջարկում եմ կողմնորոշվել։